Շնորհակալ եմ։ Պարոն Մկրտչյան, երկու հարց։ Ժողովրդագրության ռազմավարություն 24-40 թվականներ, մտի խնդրեի ներկայացնեիք վերջն արդյունքում ինչ պատկեր եք նախատեսում ունենալ բնակչության թվի առումով։ Սա առաջին հարցը եւ երկրորդ հարցը 850 միլիարդից մոտ 510 միլիարդը կենսաթոշակային ապահովության ծրագրերն են։ Դե խնդրեի ասել, կառավարությունը ծրագրում է արդյոք առաջիկայում մինչև 26 թվականը բարձրացնել կենսաթոշակները եւ եթե այո, ինչ չափով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Առաջին հարցը, որը վերաբերում է, ես արդեն նշեցի, մեր ուրեմն ամենակարևոր փաստաթղթերից մեկին, մեր հասարակության համար նաև կարևոր, որտեղ երբ որ մենք հաստատում ենք եւ քննարկումների փուլում ենք գտնում նաեւ միջև հաստատումը ժողովրդագրության ռազմավարությունը, ես միշտ շեշտել եմ, որ շատ կարևոր է, որպեսզի այս ռազմավարությունը դառնա նաեւ հասարակության ռազմավարություն, այսինքն նաեւ մեր տարբեր հասարակության շերտերի գիտակցության մեջ արմատավորվի, որ սա մեր առաջիկայի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է։ Մենք երկար ենք քննարկել, արդյոք կարողանալու ենք մատնանշել որևիցե թիվ, երկար ենք ուսումնասիրել հետազոտական խոշորագույն կենտրոնների հետ, որոնք որ մի շարք զարգացած երկրների համար կանխատեսումներ են իրականացնում, հետազոտություններ են իրականացնում, եւ այն տվյալային պատկերը, որը որ մենք ունեցանք ավելի քան 2 տարի ուսումնասիրությունից հետո մենք մի շատ կարևոր մարտահրավեր բացահայտեցինք մեզ համար։ Դա մեր բնակչության դեֆորմացված կառուցվածքն է։ Այսինքն մենք շատ ավելի խորը խնդիր ունենք, քան բնակչության թիվն է, բնակչության թիվն էլ իր հերթին բնականաբար ունի, եւ բոլոր այն հնարավոր միջոցները, որը մեզ հնարավորություն է տալու բնակչության թիվը տարբեր միջոցառումներով ավելացնել, դրանք կան, նախատեսված են, թե ինչ պետք է արվի, բայց մենք մեր բնակչության կառուցվածքում բացահայտել ենք, որ մենք ունենք լուրջ դեֆորմացիայի խնդիր։ Մենք ամեն տարի անընդհատ շարունակվելու է այս տենդենսը, մեր բնակչության կազմում մուտք են գործելու ավագ սերնդի ներկայացուցիչներ 40,000-ից ավել։ Եվ սա նշանակում է, որ մենք ունենալու ենք բավականին մեծ կազմով ավագ սերնդի ներկայացուցիչներ մեր բնակչության կառուցվածքում, որոնք մեր մարդկային կապիտալի կարևորագույն հատվածն են լինելու։ Եվ մեր զբաղվածության ժողովրդագրության ռազմավարության 4 հիմնասյուներից մեկը դա ակտիվ ծերության ապահովումն է։ Ինչ է ակտիվ ծերությունը։ Ունենալ ծրագրեր, միջոցառումներ, բյուջետային տողեր, որով մենք հնարավորություն կտանք սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ պահել մեր կյանքի այսպես ավագ սերնդի ներկայացուցիչներին ակտիվ մնալ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում արժեք ստեղծելու համար։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք մի պատկեր, որ մի երիտասարդը աշխատելու է եւ օրինակ ապահովի առողջապահական եւ սոցիալական ծախսերը օրինակ 5 ավագ սերնդի ներկայացուցչի։ Հետևաբար սա խնդիր է, որը ծառացած է մի շարք զարգացած երկրների առաջ, զարգացող երկրների առաջ եւ Հայաստանը բացառություն չէ այս գլոբալ ժողովրդագրական տենդենսի ուրեմն մի մաս է կազմում։ Մեր առաջին ռազմավարական նպատակը որն է՝ ապահովել ընտանիքների բարեկեցությունը, այնպիսի միջավայր ստեղծել եւ այնպիսի ծառայություններ ունենալ, որ ընտանիքներում երեխա ունենալը չլինի խոչընդոտ նրանց կարիերայի, նրանց աշխատանքի եւ նրանց բարեկեցության համար, այսինքն չդիտարկեն երեխա ունենալը իբրև սոցիալական խնդիր։ Երկրորդը, երբ որ մենք ուսումնասիրեցինք եւ Վիեննայում պաշտպանում ենք մեր ռազմավարությունը, այստեղ մեր գործընկերները տարբեր վերլուծություններ ուսումնասիրելիս ցույց տվեցին, որ մեր ժողովրդագրական միտումներում կա եւս մեկ խնդիր, դա վաղաժամ մահերն են։ Եվ վաղաժամ մահերի կանխարգելման համար պետք է առանձին ռազմավարական նպատակ իր ծրագրերով, որը որ նույնպես ունեցել ենք, եւ երրորդը դա միգրացիան է։ Մենք մեր բնակչության թիվը նաև պետք է, այսինքն բնակչության կայուն եւ հավասարակշիռ կառուցվածքի համար մենք պետք է ունենանք նաև միգրացիոն քաղաքականություն։ Այո, մենք պետք է նաև հասկանանք, արդյոք պետք է այլ երկրներից այնպիսի միջավայր ստեղծեն, որպեսզի մարդիկ գան եւ ապրեն, ներառվեն Հայաստանի Հանրապետությունում, չբացառելով բնականաբար նաև Սփյուռքի մեր մարդկային ռեսուրսները, բայց մենք պետք է նաև փորձենք
հաշվի առնելով նաև աշխատաշուկայի պահանջները, այլ երկրներից նույնպես հրավիրել մարդկանց, հնարավորություն ստեղծել, որպեսզի գան եւ կարողանան Հայաստանի Հանրապետությունում ապրել, աշխատել եւ ներառվել նաեւ մեր հասարակության մեջ։ Այս 4 ուղղություններն են, որ մեր ռազմավարական նպատակներն են առաջիկայում մինչև 2040 թվականը։ Իսկ եթե մեկ նախադասությամբ ես ուրեմն ձևակերպեմ, ապա ժողովրդագրության ռազմավարությունը կայուն մարդկային կապիտալի զարգացման հավասարակշիռ կառուցվածք ունենալու մասին է, որտեղ երբ որ մենք նայում ենք միջազգային փորձը, շատ հարուստ երկրներ, օրինակ Հարավային Կորեան 16 տարվա ընթացքում ծախսել է ավելի քան 50 միլիարդ դրամ ուղիղ գումարով խթանելու համար ծնունդների աճը, դա հնարավոր չի եղել հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաև մայրական կապիտալի բացակայությունը եւ դուք գիտեք, որ օրինակ դրա պատճառներից մեկը, որ մենք տասնամյակներ շարունակ հիմա կանգնած ենք այս մարտահրավերի առաջ, նաեւ սերով պայմանավորված աբորտներն են եղել, դեռևս սովետական միության վերջին տարիներին, որ քիչ թե շատ հնարավոր կլինի գտնել որոշակի տվյալներ եւ այն ստատիստիկան, որ մենք ունենք, մենք ցավոք սրտի բավականին մեծ թվով արդեն կորցրել ենք մարդկանց, որոնք պետք է մայր դառնային եւ ունենային երեխաներ, բայց մենք բոլոր հնարավոր դիվիդենդների հնարավորությունը ժողովրդագրական օգտագործելու ենք երեխաների թիվը ավելացնելու համար։